Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր ես զրուցելու եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչ Աննա Կոստանյանին, շնորհակալ եմ Տիկին Կոստանյան մեր ավերն ընդունելու համար։ Ձեր նախաձեռնությունը դուք նաև երեք մասնակցում եք համալիրի դեմ այդ բողոքի ակցիաներին, երեք թե առաջին օրը։ Այո, եւ ինչ ակնկալիք կար, որտեղ այնտեղ տարբեր խոսույթներ էին լսվում եւ օրինակ գործիչներ կային, որոնց խոսքից տպավորություն էր, թե իրենք հավատում են, որ եվրոպացիներ չգիտեն Նիկոլ Փաշինյանը ինչ է անում։ Գնացել էին պատմեին այդ բարի եվրոպացիներին, Ուրսուլա ֆոն դեր Լեյնին, Մակրոնին, մնացածներին, որ տեսեք, այդ դուք լավ, այսպես առաջնորդներ, կառավարիչներ, ժողովրդավարներ եք, Նիկոլ Փաշինյանը ձեզ խաբում է, Հայաստանում չկա ժողովրդավարություն։ Դուք ինչ ակնկալիքով եք գնացել այնտեղ, ինչ եք ցույց տալիս։ Ընդհանրապես սկսեմ նախաձեռնության ստեղծման նախապատմությունից, այն կոչվեց Stand for Democracy and Rights in Armenia, տեր կանգնեք ժողովրդավարության եւ իրավունքներին։ Դե ինչու այդպես անվանեցինք, որովհետեւ ուզում ենք իրենց հետ խոսել իրենց լեզվով եւ վստահ ենք, որ այս են բանալի բառերն են, որ ամենալայն շրջանառությունն են գտնելու եւ մասսայաբար տարածվելու են զանգվածային լրատվամիջոցներով եւ այդպես էլ ըստ էության եղավ, չհաշված որ մինչեւ տվյալ օրվա ակցիաները մենք պաշտոնական նամակներով նախաձեռնության անդամներով երկար աշխատել ենք մի մեծ 7 էջանոց տեքստի վրա, որտեղ հանգամանալի ձևով ներկայացրել ենք Հայաստանում 8 տարի շարունակ տեղի ունեցող իրավունքների խախտումների մասին, սկսած սրբազանների ձերբակալություններից, շարքային քաղաքացիների ձայն նսեմացնելուց, անչափահաս երեխային եկեղեցում պատարագի ժամանակ հարվածելուց, բերման ենթարկելուց եւ ազատազրկելուց, մի խոսքով այնքան շատ են թեմաները, որ նույնիսկ պահի տակ երբեմն դժվարանում եմ հիշել։ Շատ լավ գիտեինք, որ այս են թեմաներն են բնականաբար, որոնց մասին Եվրոպան քաջատեղյակ է, սակայն սա նաև շատ լավ առիթ էր հերթական անգամ ցույց տալու, որ այդ նույն Եվրոպան եւ Նիկոլ Փաշինյանը, որ սիրում է ժողովրդավարության բաստիոնի կարկառում ներկայացուցիչ հանդիսանալ, պետք էր ցույց տալ, որ այդքան էլ այդպես չէ եւ նրանք կիլոմետրերով հեռու են ժողովրդավարական արժեքներից։ Եվ բնականաբար դրա վառ դրսևորումը եղավ ակցիայի ժամանակ, որ մեզ նույնիսկ նամակները տպագիր ձևով չթողեցին, թույլ չտվեցին անգամ մարդ էին տեղից ուղարկել, որպեսզի փոխանցենք եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներին, այսինքն սա արդեն իսկ ապացույց է, որ այս մարդիկ երկակի ստանդարտներով են առաջնորդվում եւ բացարձակ ժողովրդավարության մասին չեն։ Եվ այն SS մարդիկ թե եվրոպացի։ Եվ այս մարդիկ եւ եվրոպացիները, ես վստահ եմ, մեզ ԶԼՄ ներկայացուցիչներից, մեր հայ ԶԼՄ ներկայացուցիչներից տեղեկացրեցին, որ մեր ձայները վերևում լսվում են եւ եթե լսվում են, բնականաբար փորձելու էին հետաքրքրվել ովքեր են ու եթե վախ չունեին, կարող էին պարզապես ներկայացուցիչ ուղարկել։ Ասեմ նաև 3 օտարազգի եվրոպական որ երկրից էին, չգիտեմ, 3 ԶԼՄ ներկայացուցիչ իջան եւ նրանցից ընդամենը 2-ը մոտեցան ակցիայի մասնակիցներին հարցնելու, թե ինչի մասին ենք մենք այստեղ բողոքում, ինչի մասին ենք խոսում, նույնիսկ գրանցեցին, նրանցից մեկն էլ հաջորդ շաբաթ բրիտանական ազատ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ մեզանից ավելի հանգամանալից ինտերվյու կվերցնի։ Իսկ մյուսը փախավ։ Ասում են դուք ռուսական հիբրիդային հարձակման
Մասնակիցներ եք Հայաստանում։ Իհարկե ամեն ինչ կարող են ասել, այդ պրոպագանդիստական թեզերը եւ նարատիվները շատ հեշտ է տարածել, դաշտ գցել ու քաշվել տատիկիս ասած գրաղ, ով կհավատա, բայց մենք կանխատեսելով նմանատիպ թեզերի տարածումը, մեր նախաձեռնության մեջ փորձել էինք համապարփակ ձևով ներգրավել ընդդիմության ամենատարբեր թևերից, ամենաանհավանական թևերից, որ նույնիսկ մարդիկ չէին պատկերացնի, թե հնարավոր է, ասենք, մեկ հարթակում այդ տարբեր թևերից ներկայացված լինեն, եւ որովհետեւ մարդիկ հասկանում են, որ այդտեղ մեկ նպատակ կա, եւ բոլորս խոսում ենք մեր իրավունքների ոտնահարումներից։ Մենք խոսում ենք այն բոլոր խնդիրներից, որի մասին 8 տարի շարունակ թմկահարում եւ բարձրաձայնում ենք եւ կարծում եմ, որ այս ակցիան իր տեսակի եւ ձևի մեջ բավականին մեծ հաջողություն ունեցավ, շատ գործողություններ հենց տեղում փորձեցինք պլանավորել եւ իրականացնել, մտածում ենք նաեւ հաջորդ օրը կատարել որոշակի գործողություններ ի նշան մեր բողոքի, սակայն մի փոքր չստացվեց, որովհետեւ դիստանցիան նախագահականից ավելի փոքր էր եւ ըստ էության ոստիկանությունը ավելի մեծ ուժով էր ներկայացված ու տեսականորեն էլ անհնար էր էլի պատկերացնել, որ թույլ կտան մեզ նույնիսկ մոտ գալ այդտեղ։ Կարծում եմ մեր առաքելությունը հասավ առաջին փուլում իր նպատակին, երկրորդը մտածում ենք հետամուտ լինել, որպեսզի այդ նամակների պատասխանները ստանանք եվրոպական պաշտոնյաներից։ Ասում են ընդդիմությունը ուզում է գալ իշխանության, նու հերիք չի սկզբում ասում են, որ պատերազմ կսկսի Ադրբեջանը, հիմա էլ ասում են, որ ընդդիմությունը ուզում է 300,000 զինվոր ուղարկել ուկրաինական ճակատ Ռուսաստանի կողմից կռվելու։ Հա, այդ երևի նոր ինչ-որ հետաքրքիր թեզ է, որի մասին ճիշտն ասած չէի լսել, բայց կարծում եմ սա իշխանության ֆեյքերի ֆաբրիկայի հերթական կեղծիքն է, որ փորձում են տարածել, վախեցնել եւ հակակրանք առաջացնել ընդդիմության տարբեր թևերի հանդեպ, շատ լավ հասկանալով, որ ուրեմն հիմնական բևեռները ներկայացված վարկանիշի ուրեմն աճ են ունենում եւ դա մեծ շանսեր է ստեղծում, ինչու ոչ նաեւ խորհրդանում ավելի մեծ տոկոսով ներկայացված լինելու եւ չթողնելու, որ այս իշխանությունը վերարտադրվի։ Հետևաբար ցանկացած միջոցի դիմելու են, որպեսզի վարկաբեկեն եւ սա էլ հերթական քայլն է։ Բայց ես պետք է ասեմ, որ այդ տեսակ հռետորաբանությունը եւ այդ թեզերը արդեն մեծ ազդեցություն ըստ էության չեն ունենում ժողովրդի վրա, մարդիկ ժամանակի ընթացքում հասկացել են, որ ստի ու կեղծիքի մեջ են ապրում ու այդ ստով ու կեղծիքով իշխանությունը պարզապես իրենց սթափությունն է թմրեցնում եւ մեր առաքելությունն էլ էստեղ կոնկրետ ես տեսնում եմ հենց նրանում, որ մարդկանց կարողանանք բացատրել իրենց ներկայությունը ընտրություններին կարևոր է։ Հիասթափությունը այնքան մեծ է, որ դժվար կլինի համոզել, ամեն դեպքում ջանքեր պիտի Տիկին գործադրենք։ Կոստանյան, տեսեք, իշխանությունները աշխարհակահաղական ըստ էության կողմնորոշում են փոխում կամ փոխել, պատրաստակամություն են հայտնում արևմուտքի բոլոր ծրագրերի տակ մտնել եւ այս ամեն ինչը բերել է նրան, որ արևմուտքից այնպիսի աջակցություն են ստանում եւ հատկապես այս գագաթաժողովից հետո կան տեսակետներ, որ իհարկե պատկերավոր է ներկայացված, բայց այդ պատկերավորի մեջ քննարկենք, որ Փաշինյանը այնպիսի աջակցություն է ստացել հավաքական արևմուտքից, որ եթե հիմա ընտրություններին մարդ ուտի ընտրատեղամասում, կհամարեն, որ դա ժողովրդավարություն է, կամ կհամարեն, որ այդ մարդը, որին կերել են, դա ռուսական հիբրիդային հարձակման զինվոր էր, չգիտեմ, գործիք էր, ժողովրդավարության դեմ, չէ՞ որ մենք տեսանք նրանց գործընկեր կուսակցությունը ԿՊ-ի էսկորտ հանրապետություն կուսակցություն ինչ հայտարարեց, երբ որ թաղապետարանում մարդ ծեծեցին, ասացին, որ սա հարձակում էր ժողովրդավարության վրա, մենք պաշտպանել ենք ֆիզիկապես։ Սա չի, այդ մտահոգություններ չի առաջացնում, որ կարող է նման իրավիճակ լինել, Փաշինյանը գնալ ճակերտավոր ասած մարդ ուտելու ճանապարհով եւ Եվրամիությունը հավաքական արևմուտքը կծափահարի դրան։ Մենք այսօր այնպիսի իրականության մեջ ենք ապրում, որ իրենցից ամեն ինչ սпасելի է, նույնիսկ ամենօրյա ռեժիմով տարբեր տեսակի հանցագործություններ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ եւ դրանք մնում են
օդում չբացված կամ կոծկվում են, ասում են, այնպես որ ամեն ինչ նրանցից կարելի է սպասել եւ պետք չի այդպես վառ երևակայությամբ պատկերացնել, թե Եվրոպան ինչ որ այնց մեծ արձագանք է տալու, այն Եվրոպան, որը այս ձևով ներկայացված է եւ աջակցում է Փաշինյանին, որը նախադրյալներ ստեղծեց եւ դարձավ պատասխանատու եւ պատճառ ցեղասպանական գործողությունների Արցախում։ Բայց այստեղ մի շատ հետաքրքիր պահել կա, օրինակ այս եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որ այդպես վերամբարձ ու գեղեցիկ փաթեթավորմամբ ծախում են մեր բոլորի վրա, իրականում այնքան էլ, հա, այդ տենց մեծ ինչ որ ամուր աջակցություն իրենից չէր ներկայացնում, ինչու, որովհետև այդտեղ քննարկվել են անվտանգությանը վերաբերող վերացարկված հարցեր ու որտեղ են այդ երաշխիքները ես չեմ տեսել Մակրոնը ասաց մենք ձեզ մենակ չենք թողնել։ Ահա ձեզ երաշխիք։ Մակրոնի խոսքը նույնիսկ իր ժողովրդի համար մեծ երաշխիքներ չի կարող ստեղծել, ուր մնաց հայերի դեպքում Մակրոնը ինքը լինելով այս գագաթնաժողովի հիմնադիրը փորձում է պարզապես սրա միջոցով եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում տարին 2 անգամ անցկացնելով իր մարող վարկանիշը պահպանել եւ եթե օրինակ Ֆրանսիայի ժողովրդին հարցնես շատ հետաքրքիր պատկեր կստացվի եւ այնտեղ ընդդիմությունն էլ բավականին լուրջ ռեյտինգի աճ ունեն, բայց սա թողնենք մի կողմ։ Վերադառնանք այդ պայմանավորվածություններին, որ այդպես մեծ գեղեցիկ փաթեթավորմամբ մեզ են վաճառում։ Տնտեսական, գուցե տնտեսական ինչ-որ բարենպաստ նախադրյալներ ստեղծվեն Հայաստանի համար, շատ լավ է, ողջունում ենք, մենք էլ դրան աջակցում ենք։ Ողջունում ենք նաև Եվրոպայի հետ խորը եւ համապարփակ համագործակցության ուրեմն պայմանագիրը, որը ի դեպ սկիզբ է դրվել նախորդ իշխանությունների օրոք, որոշ ձևով զարգացվել, որոշակի փուլերի հասել եւ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք անգլերենում լավ խոսք կա stand by, այսինքն կանգ է առել։ Եվ եթե նայենք այդ պայմանագրի զարգացման հատվածները որքանով են կատարվել, կտեսնենք, որ մեծամասամբ թերակատարվել է եւ լիարժեք ուշադրություն, պատշաճ ուշադրություն չի դե օրինակ այդ ստորագրված պայմանագրերը կամ սեպան չէ դրա մասին։ Այո, սեպայի մասն է խոսքը։ Ես կարծում եմ իշխանությունը լավ չի իրագործում։ Օրինակ Թերակատարել LGBT է, համայնքի այո։ իրավունքները փաստաթղթավորված չեն, պաշտպանված չեն, Ստամբուլյան կոնվենցիան չի ընդունվել։ Ստամբուլյան Լանզարոտը կոնվենցիան ուղիղ չի բխում այդ փաստաթղթից, բայց դա Եվրոպայի հետ որ ասենց շատ ասոցիացիան պետք է ընդունենք, չէ՞ դրանք։ Հա, այդ կոնվենցիան լրիվ ուրիշ պատմություն է, ի դեպ Ստամբուլյան կոչվելով հանդերձ Թուրքիան ինքը այդ փաստաթղթից արդեն իսկ հրաժարվել է, սա մի ուրիշ պատմություն է, բայց ինչ վերաբերում է ուրեմն Հայաստանին խոստացած մեծ նվերներին, կարևորը այդտեղ դա չի։ Մի շարք կարևոր թեզեր տեղ գտան գագաթնաժողովում, օրինակ Ալիևի հանպատրաստից, այսինքն մեր համար հանպատրաստից արված հայտարարություններին, որին Հայաստանի Հանրապետության դե ֆակտո վարչապետը այո, չարձագանքեց եւ միայն վիզը ծուռ, մեջքը ծուռ ձևով ժպտում էր եւ հույս էր հայտնում, որ ինքը Բաքվում կհանդիպի նրան, մինչդեռ օրինակ Եվրոպական պարլամենտի նախագահ Ռոբերտա Մեցոլան շատ նորից էլի չնախատեսված եւ շատ տեղին արձագանք տվեց, որ Եվրոպական պարլամենտը ընդունել է ժողովրդավար բանաձևեր ի օգուտ Հայաստանի եւ Արցախի ու արցախցիների իրավունքների վերաբերյալ, որովհետեւ Եվրոպական պարլամենտը լայն եւ ընդգրկուն ներկայացվածություն ունի, մարդիկ էլ ազատ են իրենց կամքը արտահայտելու եւ որևէ մեկի ցանկությունը չի կարող ազդել։ Ըստ էության նա նկատի ուներ Ալիևին, որքան էլ Ալիևին դա դուր չգա, Եվրոպան նաև այսպես է, այսինքն այդպես միանշանակ չէ, հա, որ Ալիևի կամ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի բոլոր ցանկությունները Եվրոպան այդպես միանշանակ ձևով իրականացնում է եւ կուլ է տալիս։ Բայց ակնհայտորեն նախընտրական աջակցություններ, չէ՞, այս միջոցառումը հենց հիմա սա մեր բողոքը դու հասկանալի է որ Քարոզարշավի գլխավոր դրոշակակիրը Մակրոնն էր, որը իր հանրապետության տարածքում 11-ից 15% աջակցություն ունի ընդունում։ Այո, հենց սրա մասին է։ Նիկոլից վատ վիճակում է Ֆրանսիայում։ Հետևաբար նա ոչ մի երաշխիք հայերին
խոստանալով չի կարող տալ, որ մեր կողքին է, որտեղ նույնիսկ այդ ինքը իր ժողովրդի կողքին այդպես չի, ժողովրդի իր կողքին չի, այսպես ասած։ Մեր բողոքի հիմնական մեղը հենց դրանում էր, որ մինչև գագաթնաժողովը սկսելը հայաքվե քաղաքացիական նախաձեռնությունը նաև պաշտոնական գրություններով դիմել էր Եվրոպարլամենտին, Եվրոպական խորհրդին եւ այլ ուրեմն կառույցների, որպեսզի զերծ մնան իրականացնելուց կամ գոնե հետաձգեն։ Մենք բնական է մեր պետության վատը չենք ուզում եւ ցանկացած նման բարձր կարգի ուրեմն ներկայացվածությունը Հայաստանում ողջունելի է, որտեղ դա հերթական շարժն է բերում եւ ինչ որ հույսեր արտացնում մարդկանց մոտ։ Ամենևին մտադիր չենք, որ դա չեղարկվել, այլ հետաձգվել, որովհետեւ սա հենց օգտագործվելու է այս իշխանության կողմից որպես կարևոր խաղաքարտ ցույց տալու, որ մենք Եվրոպա ենք, տեսեք, բայց այս մարդիկ Եվրոպա չեն, այս մարդիկ թուրքական, ադրբեջանական գիծը բռնած, այդպես ուղիղ Չես մարդիկ կոնկրետ իշխանություն պահելու խնդիր ունեն, Հա, եթե որտեվ այդ անվտանգության աթոռը հարց պահելու ունեն խնդիրը նաև լուծվում է իրենց։ Թուրքիայում, թուրքամետ կդառնան ու դարձել են, եթե լուծվեր Ռուսաստանում, ռուսամետ էին ժամանակին հիշում եք Սիրիա զորախումբ էին ուղարկել, հիմա ընդդիմությանն են մեղադրում, թե զորք են ուղարկել ինչ որտեղ։ Հա, ճիշտն ասած, բոլորովին վերջերս 1 ամիս առաջ, ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ամբողջ ռետորաբանությունը հենց ուղիղ իր պրոռուսականության մասին էր խոսում։ Դուք Ոչ մոռացել ոք ավելի լավ պրոռուս չէր Դուք կարող մոռացել եք լինել։ թե ինչ օր է ապրիլի 1-ը։ Դե այդ Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում ըստ էության 365 օր նա կարող է ապրիլի 1 անել։ Այդ օրը իր մոտ հանգստի օր է։ Հա, այդ օրը հենց այդ օրը ինքը Ճիշտ էր խոսում։ ճիշտ էր խոսում։ Սրտից էր խոսում եւ դա իր վարքագծում էր զգացվում էր։ Իրենից լավ ռուսական ռոպագանդիստ չի կարող լինել։ Ընտրությունների օրակարգը մի կողմ, նաև Զելենսկուն էին բերել այստեղ, որ աշխարհաքաղաքական օրակարգ ունի։ Զելենսկին էլ այստեղից հողորտած Ռուսաստանի հասցեին, ինչ էր լավ դա տալիս մեզ։ Մենք արդյոք չէինք կարող կամ հրաժարվել, կամ ասել լավ, եթե Զելենսկին գալիս է, ի վերջո սա եվրոպական միջոցառում էր, եթե Զելենսկին գալիս է, առնվազն մեր տարածքից Ռուսաստանի մասին պետք է ճշտամական հայտարարություն չլինի։ Սա չէ լինի ճիշտ դիտարկում։ Ճշտի եւ սխալի հարց չկա, իրենց ինչն էր պետք է այդպես ասել։ Ես ճիշտ ասած այդքան էլ մեծ նշանակություն չէի տա Զելենսկու այստեղ գալուն, մեծ հաշվով մարդը հիշում տարիներ առաջ երևի Comedy Club-ի շրջանակներում Հայաստանում արդեն իսկ եղել էր, գուցե կարոտել էր Հայաստանը, եկել էր այդ կարոտը առնել եւ նաեւ փորձել հասկանալ Հայաստանում որքան են Լսարան մնացել է թե չէ։ Այո, աջակցում ինձ համար ավելի կարևոր է թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչ վերաբերմունք են ցույց տալիս ու այդ վերաբերմունքը ուղիղ ձևով դրսևորվեց սոցիալական ցանցերում, երբ մի թևը Զելենսկին քննադատողներին անվանում էր ռուսի ստրուկներ, մյուս թևը արևմուտքի ստրուկներ, մի խոսքով շատ ցավալի է, որ մեր դարտերը թողած ընկել ենք Ուկրաինայի խեղկատակ ղեկավարի դարտն ենք լացում, ես բացարձակ անտարբեր եմ, ցավում եմ ընդամենը երկու եղբայրական ժողովուրդների ճակատագրի համար, որտեվ ի վերջո մարդկային կյանքեր են խեղվում։ Նա վերջին հարցը Տիկին Գոստանյան, ընտրությունները արդեն քարոզարշավը ամսի 8-ին կսկսի, 1-2 օրից, հա։ Ինչ հնարավորություն եք տեսնում։ Ընդդիմությունը արդյոք ձեր գնահատմամբ այսպես հնարավոր բոլոր հնարավորության չափ բացվել է, թե դեռ բացվելու տեղ ունի, ասելիք ունի, թե իշխանությանը հաջողվել է պատերազմ կամ խաղաղություն այս օրակարգը մտցնել ժողովրդի մեջ եւ հիմա մարդիկ վախենալու են, որ այ որ Նիկոլ Փաշինյանը կորցնեն պատերազմ կլինի։ Գիտեք, համոզմունք ունեմ, որ ընդդիմությունը, եթե բացվել ասելով նկատի ունենք քարոզչական առաջարկներով, այո, խոսքով առաջարկներ, այստեղ կրեատիվության պակաս կա, ակնհայտորեն, այն գործիքակազմը, որ օգտագործում է իշխանությունը, կլինի դա դրսից աջակցությամբ, ինչ որ տեխնոլոգիական հնարքների կիրառմամբ, այդ դրսևորումները ակնհայտ բացակայում են ընդդիմության բոլոր թևերի մոտ։ Եվ դա շատ կարևոր է, որպեսզի վստահություն մարդկանց ներշնչեն։ Ես կարծում եմ մեր ժողովուրդը մեծամասամբ կողմնորոշված է, բացառությամբ
այն մարդկանց, ովքեր մտածում են ընտրության գնալ, թե չէ, եւ եթե գնան, ում ընտրեն։ Այս պարագայում ընդդիմության բոլոր թևերը պետք է բավականաչափ անկեղծ լինեն եւ կոնկրետ իրենց առաջարկներում։ Շատերի մոտ ինչ որ տարբեր հարցերի, այդ թվում նաեւ Արցախի հարցի, արցախցիների վերադարձի հարցի հետ կապված երկմտանք կա, որ այդ հարցը եկեք չբարձրացնենք, որտեղ դա կարող է վնասի։ Ոչ։ Տարբեր սոցիոլոգիական հարցումներ ցույց են տվել, որ օրինակ մեր քաղաքացիները բավականին ամուր, կուռ դիրքորոշում ունեն Արցախի վերադարձնելու հետ կապված, արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կապված։ Թեև կարող է դա ավելի այդպես ռոմանտիկ ձևով են արտահայտում եւ չեն պատկերացնում խորքային, բայց ամեն դեպքում ողջունելի է, որ դա կա։ Եվ կարելի է ավելի խիզախ լինել սեփական ծրագրերը ներկայացնելու հարցում ու չառաջնորդվել միայն սոցիալական բաղադրիչներով, որովհետև այս երկիրը եւ այս պետությունը միայն հացի եւ փորի մասին չի։ Շնորհակալ եմ Ես Տիկին եմ Կոստանյան, շնորհակալ։ հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում էի Աննա Կոստանյանի հետ, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումից։ Ցտեսություն կհանդիպենք։